Դիանա Գրիգորյանի «Գոյամարտ» սերիալը հասել է այն փուլին, որտեղ յուրաքանչյուր սերիա դառնում է ոչ թե պարզապես շարունակություն, այլ մի ամբողջ հուզական փորձություն հեռուստադիտողի համար։ Սյուժեն գնալով խտանում է, իրադարձությունները բարդանում, իսկ կերպարները կանգնում են այնպիսի ընտրության առաջ, որոնք կարող են ամբողջությամբ փոխել նրանց կյանքը։ Դավիթի վրա կրակոցը դարձավ այն շրջադարձային կետը, որից հետո պատմությունը մտնում է նոր, առավել մութ և լարված փուլ։ Նա այժմ հիվանդանոցում է և ծանր վիճակում, նրա կյանքի համար պայքարը դարձել է սերիալի ամենահուզիչ առանցքներից մեկը։ Բժիշկների յուրաքանչյուր խոսք, յուրաքանչյուր շարժում լարվածության նոր ալիք է առաջացնում, իսկ ընտանիքի անդամների աչքերում երևում է այն վախը, որը բառերով փոխանցել հնարավոր չէ։ Լեոյի համար սա ոչ միայն եղբոր կորստի վտանգ է, այլ նաև ներքին կոտրում։ Նա միշտ եղել է ուժեղ, միշտ փորձել է պաշտպանել ընտանիքը, բայց այս անգամ զգում է, որ չի կարողացել կանխել ամենավատը։ Նրա ներսում կուտակվում է զայրույթ, ցավ և պատասխանատվության ծանր բեռ։ Շատ հնարավոր է, որ այս դեպքից հետո Լեոյի կերպարը կտրուկ փոխվի, դառնալով ավելի կոշտ, փակ, գուցե նույնիսկ ավելի վտանգավոր նրանց համար, ովքեր կանգնած են այս ամենի հետևում։ Լեոն իրեն մեղավոր է զգալու, քանի որ այն ամենը, ինչ կատարվում է իր ընտանիքի շուրջ, նաև իր մեղքի բաժինն է։ Նա, առանց որևէ մեկին հարցնելու, գնում է Ծաղկաձոր Լեային տեսնելու, բայց վտանգում մի ողջ ընտանիքի կյանք, որովհետև Լեայի հայրը նրանց թույլ չի տալու երջանիկ լինել։ Պատճառը հեռուստադիտողներին շատ լավ պարզ է։ Լեայի հայրը գիտի, թե ովքեր է Լեոն և նրա ընտանիքի անդամները, և բնականաբար ոչ մի պարագայում նա թույլ չի կարող տալ, որպեսզի Լեան ու Լեոն միասին երջանիկ լինեն։ Դեռ Գրիշոն կարողանում է պայքարել իր զգացմունքների դեմ, բայց ճակատագրի հեգնանք է, որ սեփական երեխաները դուրս են եկել իր դեմ։ Մանանի համար այս իրավիճակը իրական սթափեցնող իրավիճակ է։ Նրա կյանքի վերջին շրջանի քայլերը, Գրիշոյի հետ հարաբերությունները, ընտանիքից հեռանալը, այս ամենը հիմա վերադառնում են որպես ծանր բեռ։ Նա կանգնած է իր խղճի առաջ, և հենց հիմա է այն պահը, երբ նա պետք է որոշի՝ շարունակել լռել, թե վերջապես խոսել։ Շատ հավանական է, որ հենց Մանանը լինի այն մարդը, ով կկոտրի լռությունը և կբացահայտի ճշմարտությունը։ Հնարավոր է, որ Մանանը նույնպես ունենա մեղքի զգացում ու այս մեղքի զգացմամբ նա որոշի Գրիշոյի դեմքը պատռել ու ոստիկանությանը հենց Մանանը հայտնի այն ամենը, ինչ տեսել է իրականում։ Չէ՞ որ անպատժելիությունն է ծնում նման ծանր հանցանքներ, և օրերից մի օր ինչ-որ մեկը պետք է պատասխան տա այս ամենի համար։ Գրիշոյի կերպարը մտնում է ամենավտանգավոր փուլը։ Նա արդեն անցել է այն սահմանը, որտեղից վերադարձ չկա։ Զենք վերցնելը և կրակելը պարզապես պահի ազդեցությամբ արված քայլ չէ, այլ ներքին կուտակված ագրեսիայի արդյունք։ Հիմա նրա առաջ կանգնած է ամենածանր հարցը՝ պատասխանատվություն կկրի, թե կրկին կփորձի խուսափել։ Նշենք, որ այս ամենի միակ և գլխավոր մեղավորը հենց Հունանն է, որովհետև նա իր երեխաներին ոչ ուղղակի մեծացրել է, ինչպես կարողացել է, ոչ թե մարդ է մեծացրել։ Սա նրա որդու՝ Գրիշոյի առաջին նման փորձը չէ։ Նախ առաջինը, ինչպես պարզվեց ընթացքում, Գրիշոն ավտովթարի է ենթարկվել, որի ընթացքում նրա ընկերը մահացել է, բայց երևում է այստեղ էլ կա գաղտնիք թաքնված, որը բացահայտվելու է, և իհարկե Գրիշոն պատասխան է տալու ոչ միայն այս բոլոր արարքների, այլ նաև իր անցյալում կատարած արարքների համար։ Եթե նախկինում նրա արարքները մնացել են անպատիժ, ապա այս անգամ իրավիճակը շատ ավելի լուրջ է։ Եվ հենց այստեղ է, որ սերիալը բարձրացնում է կարևոր հարց՝ արդյոք անպատժելիությունը միշտ բերում է նոր հանցանքների։ Լեան հայտնվում է ամենաբարդ հոգեբանական վիճակում՝ մի կողմում եղբայրն է, մյուս կողմում սիրելի մարդը։ Նա այլևս չի կարող աչք փակել Գրիշոյի գործողությունների վրա։ Նրա ներսում սկսվում է ծանր պայքար ընտանիքի և արդարության միջև։ Նրա կերպարն այս փուլում դառնում է ավելի խորը և ավելի դրամատիկ։ Հունանն, ով մինչ այս փորձում էր վերահսկել ամեն ինչ, այժմ կանգնած է իր կյանքի ամենամեծ
մեկնաժամի առաջ նրա որդին կրկնում է այն ճանապարհը, որը նա ինքն է անցել տարիներ առաջ։ Սա ոչ միայն սյուժետային զուգահեռ է, այլ նաև խորքային գաղափար, անցյալը միշտ մի օր վերադառնում է և ամեն ինչ կրկնվելու հատկություն ունի։ Հիվանդանոցում պառկած Դավիթը դառնում է այն լուռ կենտրոնը, որի շուրջ պտտվում են բոլորի ճակատագրերը, նրա վիճակը ազդում է բոլորի վրա, ստիպելով վերաիմաստավորել իրենց քայլերը, իրենց հարաբերությունները և իրենց ընտրությունները։ Դավիթ պապի կերպարն այս պահին ամենահուզիչներից է, նա արդեն մեկ անգամ կորցրել է որդուն և հիմա կանգնած է նույն վախի առաջ։ Նրա լռությունը, նրա հայացքը, սպասումը, ամեն ինչ փոխանցում է այն ցավը, որը բառերով նկարագրել հնարավոր չէ։ Միևնույն ժամանակ սերիալում շարունակվում է նաև մյուս կարևոր գծերը։ Վովայի իրական ինքնության բացահայտումը մոտենում է իր գագաթնակետին։ Օլգայի հիվանդությունը և նրա պատրաստակամությունն ասել ճշմարտությունը կարող են շուտով բերել այն մեծ բացահայտմանը, որը կապելու է բոլոր հերոսներին մեկ կետում։ Գոյամարտն հիմա այնպիսի փուլում է, որտեղ յուրաքանչյուր հերոս ունի իր գոյամարտը՝ Լեոն արդարության և ցավի միջև, Մանանը ճշմարտության և վախի միջև, Գրիշոն պատասխանատվության և փախուստի, Լեան սիրո և ընտանիքի, Հունանը անցյալի և ներկայի միջև։ Սերիալի ուժը հենց այստեղ է, այն ցույց է տալիս, որ կյանքը երբեք սև ու սպիտակ չէ։ Յուրաքանչյուր ընտրություն ունի իր գինը, և այդ գինը երբեմն շատ բարձր է։ Առաջիկա սերիաները խոստանում են լինել ամենաուժեղները։ Կկարողանա Դավիթը հաղթահարել այս ծանր վիճակը, կկոտրի Մանանը, լռությունը կպատժվի, Գրիշոն թե կրկին կխուսափի, կբացահայտվի Վովայի իրական պատմությունը, և արդյոք այս ընտանիքը կկարողանա դուրս գալ այս ամենից առանց անդառնալի կորուստների։ Մի բան արդեն հստակ է՝ Գոյամարտը դարձել է այն սերիալը, ոչ միայն դիտում են, այլ ապրում են յուրաքանչյուր դրվագի հետ, և ամենահուզիչ, ամենաանսպասելի զարգացումները դեռ առջևում են։